Հայաստան այսօր չի կարող ռազմական լուծման մասին խոսել, հասկանում ենք, որ այդտեղ խնդիրներ կան եւ հավանականություն, որ ինքնակամ դուրս չի ելնի Ադրբեջանը։ Բայց երբ այո, պետությունը հայտարարում է, որ դա եղել է հարձակում իր տարածքի վրա եւ եղել է օկուպացիա իր ինքնիշխան տարածքի, հետո ամիսներ անց հայտարարում է, որ ինքը այդ հարցը կլուծվի սահմանազատման գործընթացով, այստեղ առաջանում է մեղմ ասած, այսպես դիսոնանս։ Ինչն է խնդիրը։ Օկուպացիան ենթակա է անհապաղ եւ անվերապահ ազատագրման։ Դա կլինի քաղաքական ճանապարհով, դա կլինի ռազմական ճանապարհով, դա հնարավոր կլինի 100 տարի հետո, միևնույն է, օկուպացված տարածքի հանդեպ պետության քաղաքականությունը պետք է լինի այդպիսին։ Ինչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում։ Սա մեծ հաշվով նաեւ որոշակի այսպես փոխանակումներ, տարածքների, կոմունիկացիաների եւ այլն, եթե կոպիտ չհնչի, առևտուր ենթադրող process է։ Հիմա եթե Հայաստանը հայտարարել է, որ իր տարածքները օկուպացված են, եթե հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում օկուպացվել է կամ եւ մի շարք այլ ուղղություններով օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես կարելի է այդ օկուպացված տարածքը բերել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Պարզ է, չէ՞ որ դա նշանակում է փոխել կարգավիճակը։ Այսինքն փաստացի նշանակում է, որ այդտեղ օկուպացիա չկա, այլ պետք է լինի ընդհանրապես այսպես քննարկումներ։ Մենք ձեզ ինչ տանք, դուք մեզ ինչ տաք, կամ հետո կարող է հայտարարվել, որ դե Ադրբեջանը այդ տարածքների դիմաց ինչ որ բան է տվել Հայաստանին կամ ինչ որ բան է տալու Հայաստանին եւ այլն։ Այսինքն մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այս շեշտադրումները փոխում են այն քաղաքական գնահատականը, որ Երևանը տվել է այդ տարածքներին, այսինքն օկուպացիա։ Եվ մենք հիշում ենք, թե այդ գնահատականի վրա ինչպիսի արշավ է կառուցվել, քարոզչական արշավ, հապկի թեմայով, այլ թեմաներով եւ այլն եւ այլն։